Ժողովուրդ ջան, մեր ու խոսք էլ ես ասեմ, մեր Արման Ծառուկյանի պահով։ Ուրեմն, բայց ես ճիշտն եմ ասելու, ոնց կա, ժողովուրդ ջան։ Ուրեմն, Ղարաբաղից եւ Ղարաբաղի իշխանությունները Ղարաբաղը լուծարեցին ու հեռացան, ինչքան փաստաթուղթ կար, լրիվ այրեցին։ Նրանք լավ գիտեին, որ դա ասենք հայերի ձեռը չի ընկնելու, թուրքերի ձեռն անգ, բայց թուրքերը լրիվ հրապարակելու են։ Ու Հայաստանը իմանալու է սրանց արած ամեն ինչը, հասկանում եք, ուրեմն սրանք այդ փաստաթղթերը լրիվ այրեցին, բայց Արցախի դրոշները թող են իրանց կաբինետում կախած, որ Ալիևը գա, Արցախի դրոշները փռեն ոտների տակ, նա էլ ոտները մաքրի Արցախի դրոշով։ Բան չի այդ կաբինետներում, որ այդ ամեն ինչը վառում էիք, այդ դրոշներն էլ վրներդ փաթաթեիք։ Սովետական միության ժամանակ, Սովետական միության դրոշը 4 տարի վրեն փաթաթած տարել է, որ Բերլին է հասել։ Բա բերեիք, դրոշները չի եք թողում կաբինետներում, որ գան Ալիևի ոտների տակին փռեն, նա էլ ոտները մաքրի։ Հիմա կպել են Արման Ծառուկյանից, ինչի Արման Ծառուկյանը Արցախի դրոշը չի բարձրացրել, բարձրացրել է Հայաստանի դրոշը։ Են որ սոխերն եկան Հայաստանի դրոշը չէիք բարձրացնում, սոխերի դրոշն էիք բարձրացրել, տորթի վրա էլ գրել Սլավա Ռոսիի։ Հայաստանի դրոշ գոյություն չուներ, մոռացել եք, ինչ չէիք բարձրացնում Հայաստանի դրոշը, իսկ հիմա ամեն ինչ Հայաստանից եք պահանջում։ Բանու գործներդ կորցրել եք արդեն Արման Ծառուկյանին եք քննադատում։ Մի հատ ընդդիմադիր Հայաստանում քանի հատ ընդդիմադիր կա, ընդդիմադիր Արման Ծառուկյանի են ոտների եղունգների կեղտը չարժեք։ Արման Ծառուկյանը համարյա ամեսը մի անգամ ամբողջ աշխարհում Հայաստանի դրոշն է բարձրացնում, ամբողջ աշխարհը, մի աշխարհա մի հատ Արման Ծառուկյան, այ հարիվներ։ Ես էլ գիտեք ինչ ցա գալի։ Վրացիներն են Արմանից ինչ-որ բաներ գրել, սրանք էլ ոգևորվել են, իրանք են սկսել գրելը։ Են տապուրյան պարտվել, նա միշտ Արմանից լավ բան ոչ մի անգամ չի ասել։ Հիմա նրանք մի երկու բան են ասել, սրանք էլ ոգևորվել են այս հարիվները, Ղարաբաղի դրոշը։ Ղարաբաղի դրոշը ով կուզի բարձրացնի, բոլորն էլ ամոթ են անում հենց այդ Ղարաբաղի իշխանությունների պատճառով։ Իսկ Ղարաբաղի իշխանությունը Ղարաբաղը լուծարի, ես այդ դրոշը բարձր պահեմ, ինչ անեմ։ Կրկնում եմ Արման Ծառուկյանի ոտերի եղունգի կեղտը չարժեք, ամբողջ ընդդիմադիր դաշտով։ Ժողովուրդ ջան, բազմից անգամ եմ ասել, 1947 թվից հետո, երբ ստեղծվել է ՕՕՆ-ը, առաջի անգամ Հայաստանն է խախտել այլ պետության սահմանները։ Այո, սա ամոթ չի, սա եղել է, գիտենք, տեսել ենք։ Ուրեմն երկրորդը
Ես մի քանի անգամ ասել եմ, շատ ունեմ այս մասին ասած։ Երկրորդը խախտել է Ռուսաստանը։ Ինչպես Ղարաբաղից մեր զինված ուժերը հանեցին, այնպես էլ Ռուսաստանը որտեղ խախտել է, ընդեից են հանելու նրանց, հանելու են, ժողովուրդ ջան, սահմանները չի կարելի խախտել, չի կարելի խախտել, ոչ մի միլիմետր, անկախ նրանից դու գերհզոր պետությունն ես, կամ եսի մինչ ես, չի անցնում, այսքան ժամանակ Ամերիկան կարողանար ամբողջ աշխարհը գրավել, բայց չի արել, չէ, թույլ չի տվել ուրիշներին, Իրաքին թույլ չտվավ Քուվեյթի սահմանը խախտի, մի խոսքով, ժողովուրդ ջան, սա է, ոչ մեկը չի կարողանալու, ոչ մեկի սահմանները խախտի, չկա նման բան, չի լինելու, 1947 թվի ՕՕՆ-ի ստեղծման ալտերնատիվա առաջիկա 100 տարում նույնիսկ հնարավոր չի ստեղծել, գործելու է այդ օրենք, 1940, ոչ մեկի սահմանը իրավունք չունի խախտի, հնարավոր է, պատերազմներ լինեն, հեռահար գնդակոց են իրար բան, բայց սահմանները խլել, պետությունը խլել հնարավոր չի լինելու ոչ մեկի կողմից, այսքան բան ժողովուրդ ջան, ժողովուրդ ջան, գիտեք չէ որ ես իմ խոսքերի մեջ համարյա չեմ սխալվում, ես կարծում եմ Մոսկվայից հրամայել են, որ մանդատները վերցնեն, հակառակ դեպքում ասել են մենք արդեն կորցնում ենք Հայաստանը, մանդատները արագ վերցնելա պետք, որ Հայաստանի հետ սկսեն նորից նորմալ հարաբերություններ, ես կարծում եմ, ու իմ կասկածանքները միշտ տեղին են լինում, ժողովուրդ ջան, խոսքս հիշեք, ուրբաթ օրը Տաշիր արենայում կորոշեն վերցնեն մանդատները, որովհետև հրաման են ստացել Մոսկվայից։ Բարելոց ձեզ, կարծում եմ ճիշտ ժամանակն է հապկից դուրս գալու, խաղերը ավարտվել են։